Ոստիկանությունը հետաքննում է Տեխասի նահանգ փոխադրվելուց առաջ զինյալ Ահարոն Ալեքսիսի ապրած տունը Նյու Յորքում։ Ահմեղ մարդկանց սպանությունը խորը ցավ է պատճառել Ալեքսիսի մանկության տարիների հարևաններից Բրենդա Ուիլյամզին։ Իրապես անհրաժեշտ է քայլերի դիմել զենքերի վերահսկողության ուղղությամբ, երիտասարդները կարողանում են հեշտությամբ զենքեր հայթայթել, ասում է նա։ Դեկտեմբերին, երբ Քոնեթիքթի տարրական մի դպրոցում 26 մարդ, մեծամասնությունը երեխաներ, զոհվեցին հրաձգության հետևանքով, հանրությունը զենքերի վերահսկողության խիստ միջոցներ պահանջեց։ Սակայն զենք կրելու իրավունքի աջակիցները պնդում են, թե զենքերի վերահսկողությունը սպանությունները կանխելու միջոցը չէ։ Ոչ թե զենքերը, այլ մարդիկ են սպանում մարդկանց, եւ մարդասպանը միայն զենքի միջոցով չէ, որ կարող է մարդ սպանել, ասում է Լոս Անջելեսի բնակիչ Էդգար Գուևարան։ Գուևարայի կարծիքով զենքերն արգելող օրենքները կդժվարացնեն ինքնապաշտպանության համար զենք ձեռք բերելու ջանքերը։ Կալիֆորնիացի Նիկոլ Լունան մյուս կողմից ասում է, թե որոշ կարգի բռնությունների կանխումը հնարավոր է հոգեկան առողջության բժշկության բարելավման միջոցով։ Սակայն Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած հրաձգությունը վերապրած Դեբրա Ֆայնի համաձայն իր վրա 5 անգամ կրակած զինյալի դեմքի արտահայտությունից դատելով հանցագործության պահին նրա մարդկային զգացմունքները մեռած էին եւ նրա մոտ գործում էր միայն մարդասպանի դատողությունը։ Զանգվածային սպանության բոլոր դեպքերը ցույց են տալիս, որ կարճ ժամանակամիջոցում մեծ թվով մարդ սպանող գնդացիր հրացանները հաճախ ընկնում են անկայուն հոգեկան առողջության տեր մարդկանց ձեռքը եւ անհրաժեշտ է կանխարգելիչ գործողության դիմել, սակայն բոլորին ընդունելի լուծում գտնելը դեռևս անհնար է։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։